Քանի որ երիտասարդական ծառայությունում ենք, նախ ուզում եմ հարցնել, դուք երբևէ որպես երիտասարդ մասնակցել եք երիտասարդական ծառայությունների։ Երիտասարդական ծառայություններ ճիշտ ասած չի եղել այդ ժամանակ, որ մենք նոր ենք սկսել հավատքը, բայց հետո երիտասարդական հավաքույթ ես անցկացրել եմ, հավաքել եմ եղել, ինձանից հետո նոր Աղաջանին ենք վստահել։ Հիմնական երիտասարդականն այն ժամանակ այս ձևի չէր։ Երիտասարդները հիմնականում օգնողի դերում էին։ Մեկին ցախ էր պետք, մեկին ջուր էր պետք, մեկին ինչ-որ բան էր պետք, երիտասարդներով գնում էինք օգնում էինք։ Օրինակ ես կարամ հիշեմ, եթե թույլ տաս շարունակելու, հիշում եմ նոր էինք սկսել հավատքի առաջին շրջանը, մենք գնում էինք, ես հավատքը սկսել եմ Սևանից, ճիշտ աստեղ եմ ընդունել, բայց հիմնականում առաջի շրջանը Սևանից եմ ստել, մենք Սևանից ենք հիմնականի, Սևանի Վարսեր գյուղից։ Այն ժամանակ քիչ էինք, կարելի ասել երիտասարդները մենք էինք։ Իդեպս ասեմ, որ 30 տարեկան հասակում ապաշխարել եմ ես, երիտասարդները մենք էինք, ես պատկերացնում եմ, ստե 30 տարեկան չկա բացի Արսենից էլի։ Եվ հիմնական ես շատ հիշում եմ, որ գնում էինք մեկին կարտոշկա հանելու, մեկ բան ցանելու, օգնելու գործով։ Շատ զարմանք թվա այսօրվա դրությամբ, քանի որ ներկա ժամանակ այդ ձևի չէ, երիտասարդներն հիմնականում եկեղեցում են, ասես տեղերում են, դեն ժամանակ մենք օգնում էինք, ես կի չեմ մոռանում, որ մեզ միած Շուշան բաբա ունեինք Նարադոս գյուղում, ինքը մենակ էր ապրում, երիտասարդներով հավաքվել են, գնացել են կարտոշկա ցանելու, ով է եղել չգիտեմ, Քյավառում տեսած կլնեք, հիմնականում նրանց գյուղում հատկապես Նարադոզում, նրանց ոնց որ բաները, զաբորները մենոց նման չէր, քարերով սարքած, համարյա ամենացածերը երևի 2 մետր կլներ, այդքան տարածությունով։ Հիշում ենք, որ կարտոշկա ենք ցանում, երկով կարտոշկա ենք ցանում, մոտ մի 20 հոգի տենց համ վանենք անում, համ էլ կարտոշկեն ցանում ենք ու երգում էինք, մի պահ չէինք նայում ուրիշ տեղեր, մեկ էլ հանկարծակի աշները վսարավ, տեսանք այդ զաբորի կողքերը մենակ գլուխներն երևում մարդկանց։ Լրիվ այդ գյուղի ժողովուրդն եկել են հրաշքին տեսնում, որ մենք այդ քուրիկին համ օգնում ենք, համ էլ այդ ձևի սիրով երգում ու փառաբանում ենք Աստծուն։ Իսկ ինչ եք երգում, որ երգն եք երգում։ Երգերը հին երգերից ենք երգում, պարզա, այս նոր երգերից չեն, պարզա։ Չեմ հիշում, որ երգերին է, դե ես 45 տարի անցել է։ Շատ լավ, նշեցիք, որ 30 տարեկանում է եղել ապաշխարությունը, կպատմեք մանրամասն, ինչպես է եղել ում միջոցով։ Ես մի քիչ հիշողությունից բան եմ, դրա համար աշխատել եմ ինչ որ հիշում եմ, փոխանցեմ թղթին, որ այդ հերթականությունն հիշեմ, ներող կլնեք։ Ես ոնց որ ասեցի, մենք Սևանում ենք ապրել, եւ ապաշխարությունը սկսվել է Միգրոյից։ Քանի որ Սևանում ապրել եմ 92 չէ, կներեք, 72 թվականից աշխատել եմ Միգրոշրջանի ռադիո հեռուստացույց նորոգման արհեստանոցում որպես վարպետ, դեն ժամանակ այս հեռուստացույցների նման չէր, էլի, սովետին էր մշտական նորոգման ենթակա էր, էլի։ Եվ այդտեղ եմ աշխատել, ճիշտ ասած այն ժամանակաշրջանում, այդ ժամանակ հավատքը շատ էր անարգված ժողովուրդ։ Փառք Աստծո ձեր համար այսօրվա դրությամբ հավատքը ազատ է։ Այն ժամանակ արգելված էր հավատքը։ Դե սովետի ժամանակով 80-ական թվականներին այն ժամանակ թույլ չէին տալիս հավաքվել։ Նույնիսկ եթե հավաքված լինեին մեծ ասակները, մի անչափահաս երեխաներ, վերջ արդեն դատ էր հասնում։ Եվ իրականում դատել են
ճիշտ է, մեր արտավազ աղբորն էլ են բռնե, բայց դատ չի հասել Իրանը։ Մի քանի հոգու դատել են դրա պատճառով։ Եվ այն ժամանակ հավատքը անարգված էր, մարդիկ չէին ուզում հավատքի գնալ, որ մեկը դառնում էր հավատացյալ, ոնց որ կներես երկնքից իջածելներ, մի թարս աչքով են նայում Իրանը։ Ես հիշում եմ այդ ժամանակաշրջանում, որ ես ինքս էլ հավատքի հանդեպ լավ չեմ եղել եւ լավ լուրեր տարածված չէր հավատքի հանդեպ։ Շատ վատ բաներ են խոսում։ Դրա համար ժողովուրդը չէին ցանկանում դառնալ հավատացյալ։ Այդ ընթացքում էր, երբ որ լսացի մի օր էլ, որ քուրս դարձել է հավատացյալ։ Ով որ ճանաչում, երևի Արսենը կճանաչի, սա քուրս դարձել էր հավատացյալ։ Հենց որ լսացի, որ ինքը դարձել է հավատացյալ, անենց վատ բանով լսվա իր հանդեպ, ասի ո՞ս թե ինքը պետք է դառնա հավատացյալ։ Այդքան վատ բաներ են ասում։ Եվ որոշեցի անպայման գնալ եւ արգել են, որպեսի չգնան։ Երբ որ գնացի, սիրով ընդունեց, շատ ուրախացած ու նույնիսկ զարմաց, ասի, «Ես տենց էլ ուրախացե, այդ հավատն էլ ընդունել ես»։ Հետո որ տեսա, որ ոնց որ ինքը շատ սիրով խոսած եւ բացատրեց, որ այդտեղ վատ բան չկա լավից բացի, շատ ստիպեցի, որ հավատքից հետ կանգնի եւ ինքը ասավ չեմ կարա, հələ ես կուզեմ իմ ամբողջ գերդաստանս դառնա հավատացյալ։ Շատ ստիպելուց հետո տեսա, որ չեմ կարում, ասի գոյնա երեխեքին մի տար այդ ճանապարհը։ Ես չգիտեի ինչ ճանապարհ, չգիտեի, որ հետո ես էլ պետք է քայլեմ այդ ճամփեն։ Եվ որոշեցի, որ օրն են գալիս այդ քարոզիչները, մի հատ հանդիպեմ, տեսնեմ ովքեր են, ինչ են խոսում, ինչի համար են այդ վատ բանը տարածում մեր ազգի մեջ։ Երբ որ գնացի, պայմանավորվանք, որ օրն են, իրանք օր ունեին, որ հանդիպում են, ես չգիտեի մինչև այդ, երբ որ գնացի հանդիպելու, տեսա, որ խելամիտ մարդիկ են։ Իմիջիայլոց ասեմ, առաջին իմ քարոզիչս եղել է մեր Ժորան, Թովմասյան Ժորան, Բժնիա, Հովիվ Ժորան եւ Չարենցավանի Թելման եղբայրը։ Այդ երկուսն եկել են քրոջս տունը Աստծո խոսալու։ Պատկերացրա խեղճերին այդ օր այնքան հարցեր տվեցի, որ մի բան չկարացին խոսալու։ Եվ պայմանավորվան մյուս օր էլ ասին, մյուս օր չէ, մյուս շաբաթ էլ գքանք։ Մյուս շաբաթ էլ գնացի, երբ որ սկսեցին խոսալ, ես մի թույլ տեղ ունի, Ժողովուրդ ջան։ Մինչև հավատքս, իմ մեջ մի հարց էր տանջում ինձ, նուժելի մարդը, այս կյանքում ապրում, մի օր էլ մեռնում ու գնում է։ Շատ ներողություն, ոնց որ կենդանու նման, մի օր վերանա ու գնա։ Իմ մեջս էդի չէր տեղավորվում, մշտական ես ոնց որ այդ հարցի հետ ոնց որ կռիվ անեի։ Հետաքրքիր էր, որ իրանք երբ որ սկսեցին խոսալ, իրանք բացատրին հետ մահու կյանքի մասին, բացատրեցին, որ մարդու կյանքը այս կյանքով չի սահմանափակվում, եւ իմ մոտ ոնց որ արդեն հարցեր առաջացավ, եւ արդեն հետաքրքրություն առաջացավ եւ սկսեցի ավելի հարցել իրանց տալ, եւ իրանք խորացան բացատրեցին, որ հետ մահու կյանքը շարունակվում է։ Եվ իմ դուրս եկավ։ Մյուս անգամ էլ գնացի։ Մի 2-3 անգամից հետո արդեն ես զգացի, որ սրանք իրական ինչ հարց տալիս ես, շատ հանգիստ, խելոք պատասխանում են, իմ դուրս շատ էր գալիս եւ իրական սպառիչ պատասխան են տալիս, ոչ թե վերացական բաներ են ասում, այլ այնց բաներով ապացուցում են, որ իրական այդ կյանքը ռեալ է։ Որից հետո իմ հետաքրքրությունը շարժեց եւ սկսեցի դառնալ Աստծուն։ Ես ընդունեցի Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Իմ թույլ տեղս այդտեղ էր, որ հետ մահու կյանքը արդյոք կա թե չէ, երբ որ բացատրվավ իրականուց, որ կա, սկսեցի շարունակել հավատքի կյանքս։ Դե բարձա, երբ որ սկսում ես հավատքի կյանքը, ուզում ես, եթե մի լավ բան ես գտե, ուզում ես անպայման քո հարազատներին, բարեկամների հետ կիսվել։ Գյուղ գնացի,
որից հետո իմ ընտանիքիս, գուարին, հորը մորս, աղբերներիս, քրերիս, բոլորին բացատրի, որ այդ կյանքը կա եւ արժի դրա մեջ խորանալ։ Գոհար քույր, դուք կպատմեք, որ եկավ պատմեց, դուք ինչ արեցիք։ Դու այ ապրես, ճիշտ էլ տեղն ես։ Հենց այդ օր իրիկունը որ եկավ խոսած, հասու խոսքը խոսած ինքը։ Հա, նստած լսում էինք, մեկի լասի, լավ ես չեմ ընդունում։ Ասա ոնց թե չես ընդունում։ Ասի դե չեմ ընդունում, մտես չեմ ընդունում։ Հա, ասա եթե չընդունես կբաժանվեմ քեզնից քնա։ Հա, դե հա որ բաժանվեր ես որ պետք է գնայի։ Տեղ չունի գնալ, որ տուն չունեի։ Հա, այդ օրը խոսած գնաց քնավ, առավոտը լավ գնաց գործ եկավ, այդ հաջորդ օրը իրիկունը նորից սկսեց խոսալ, նորից տես պատասխանեցի, այտենց մեր օր 3 օր հետո նոր Աստված կպավ լավ սրտիս։ Հա, ես որ ցերեկը սկսի աղոթել իմ համար, ասի Տեր Աստված ջան, ես ուզում եմ էլի դառնամ, չեմ ուզում անհավատ մնամ, էլի Տեր Աստված ջան։ Հա, այդ օրը կպավ Աստված սրտիս, իրիկունը որ եկավ ասի լավ, ես ուզում եմ լսեմ։ Մեկ գիրք էր տունը, պետք է կարդալ բոլորով որ լսեինք, ասում ես էլ նստում եմ քո հետ լսամ ասի։ Փառք Տիրոջ, Աստված կպելա իմ սրտին, հա։ Վերջը այդ օրվանից ես ընդունեցի Տիրոջը, փառք Տիրոջը, երեխեքս ընդունեցին, գերդաստանը բոլոր ընդունեցինք։ Հա։ Լավ եղբայր, այսինքն ձեր միջոցով են բոլորը ճանաչել Աստծուն ու հավատացել դարձել։ Հա, դե գյուղում հա, բայց ստեղ քրոջս տունն եմ, ես ինքս ստեղ Չէ, ընդունել։ ընտանիքի Հա, անդամները նկատի։ ընտանիքում հա։ Իսկ հալածանքներ եղան այդ ընթացքում եւ ում կողմից։ Դե ես հավատում եմ բոլորի կյանքում էլ ով որ դարձե հավատացյալ, հարվածներ անպայման պետք է լինեն։ Դե ոնց որ կներես թակավորությունից թակավորություն ես փոխվում։ Կներեք անօրենի թակավորությունից Աստծո թակավորություն ես փոխվում։ Հալածանքներ անպայման կլինի։ Ես ուզում եմ երկու հալածանքների մասին պատմել։ Հիշում եմ, որ աշխատում եմ արհեստանոցում, իմիջիալոց ասեմ Արսեն ջան, ձեր շենքի առաջի հարկում ա եղել մեր արհեստանոցը, 22 շենքի։ Երբ որ գնացի առաջի անգամ վկայեցի աշխատանքի ընկերներին, խնդացին վրես, ասին ինչ ես ճանապարհ ես գտե։ Ուրիշ ժամանակ էլ ասում եմ ես այդ ճանապարհ գնացողին չեմ թողի, բայց դու ես գնում։ Այնքան էլ չհալածանք չի եղել տեղ։ Բայց մենք մշտական մեր 6 հոգի ենք այդ արհեստանոցում աշխատող, մի տեղ ենք գնում ճաշարան հաց ուտելու, պատվալի ճաշարան էր կոչվում, 12-րդ շենքում էր։ Այդտեղ պատվալային հարկ կար, այդտեղ ենք հաց ուտում։ Երբ որ լուրը հասավ տեղի ճաշարանի վարիչին, կներեք մի վատ բերան ունեցող մեկն էր, աշխարհում մի ճանաչված մի անձնավորություն, աշխարհում կարելի է ասել ոնց որ մեր երկրում Հայաստանում ճանաչված մի անձնավորություն, գողական շրջապատի մեջ եղող եւ չես պատկերացնում ինձ ձևի էր հռհռում ին վրա։ Ին վրա շատ էր ազդում իրա ոնց որ այդ խնդալը։ Որտեղ որ տեսներ մի լկտի խոսք պետք է ասեր հավատքի հանդեպ եւ մեծ հռհռալ բերանը բացել։ Ին վրա շատ էր ազդում, շատ։ Անընդհատ խնդրում եմ, ասում եմ Տեր Աստված, չեմ կարում տանեմ։ Խնդրում եմ իրանը հեռու տար, կամ ինձ հեռու տար, կամ իրանը հեռու տար։ Բայց չէր ստացվում, քանի որ կոլեկտիվով մշտականը տեղ էինք հաց ուտում, չէին կարա։ Ավտոբուսի մեջ լներ այդ ձևի էր, դեն ժամանակ այդ սեփական մեքենաներ այդքան չկար։ Դուրսը որտեղ բռներ այդ ձևի ոնց որ հռալա ու մի անպատվական խոսք պետք է ասեր։ Ժողովրդի մեջ, որտեղ որ պատահեր, ես ախի քաշում ասում եմ հանգարցակից տեղ չլնի, միտեղ գնալուց։ Այդ ձևին վրա ոնց որ մեծ ազդեցություն էր թողում եւ բացասական էր ազդում ին վրա։ Շատ է աղոթում Տեր Աստված, խնդրում եմ հեռացրա այդ, մի բան ստեղծի, պայման ստեղծի։ Հետո մի կարճ ժամանակից հետո իմացանք, որ այս մարդը գնացել է Ռուսաստան եւ իրանը սպանել են այնտեղ։ Եվ ճիշտ ասած, այդ աղոթներին ես զղջում եմ, ասում եմ Տեր Աստված, ների,
չեմ հասկացել, որ այդ ձևի եմ աղոթել։ Բայց արդեն ուշ էր։ Դրանից հետո այդ նման աղոթներ չեմ արել։ Այդ առաջի հալածանքն է, որ եղել է իմ համար, քանի որ նոր է սկսում այդ ճամփեն եւ նման դժվարություններ անպայման խանգարում են։ Չգիտեմ, ձեզ կա եղել է նման բան թե չէ, բայց իմ կյանքում եղել է։ Երկրորդ բանը, որ եղել է, երբ որ մենք դարձանք հավատացյալ, իմ ընտան Գերդաստանս, դե պարզը իմ հերս աղբերներից մեծներ ամեն տարի նոր տարուն մեր տուն էին գալիս ամսի 2-ին բոլոր մեր Գերդաստանը, իր քուր աղբերները, հարազատները եւ նոր տարի էին կատարում։ Եվ հիշում եմ այդ տարին մենք հենց այդ օրը ամսի 2-ին հավաքույթ էինք Սևանում Վլադիկես տունը։ Դե մենք միասին ենք եղել։ Իրանց տունը հավաքույթ էր, գնացել ենք հավաքույթ, ուրախ դառնում էինք։ Ուշ էր բրծնում, արդեն ոտով ենք գալիս տունը, երբ որ հասանք տունը, մենակ հարսներն էին տունը։ Գոհարը 3 հարս էր մեր տունը այդ ժամանակ։ Եվ 3 տեքոր կնանիքին մեր լավ տեղն էին դրել, իրանք էլ լավ խմած, երբ որ եկան հարցակվան մեր վրա։ Ասին, ես ինչ ճանապարհ եք բռնե, մեր անունն եք խայտարակում, գյուղի մեջ, ռայոնի մեջ, թողեք այդ ճամփեն, էդի հին բանա, ես հիշում եմ, մեկը կար մեր ազգից գրագետ ինքը, ասում եմ, գիտես, էդի 2000 տարվա պատմություն ունի, գնացել եք հին բաներ եք ուսումնասիրում։ Եվ որից հետո մեզ ոնց որ ինչ ասեցին։ Տեսան, որ մենք հետ չենք գնում, ասինք չէ, որոշել ենք, եւ պետք է գնանք առաջ, ասին դու մեր ազգից դուրս եկեք։ Ձեր ազգանունը փոխեք մեր ազգանունով չգրվեք։ Վերջում շատ խոսալուց հետո հիշում եմ փոքր օրողբերս ինքը ծունկի եկավ հորս առաջ, ասավ ինչա, լացավ, ասավ ուզում ես մեզի լքես, խնդրում եմ թող այդ ճամփեն։ Դե շատ ներողություն սատանայի վերջի ճիքներ, որ ուզում էր լացով շարժեր մեր գութը, բայց չկարացավ, փառք մեր Տիրոջը։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Եվ մենք կանգուն մնացինք։ Եվ տարիներից հետո այդ նույն մարդիկ դարձան դեպի Աստծո։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, ժողովուրդ։ Լյովա եղբայր, մի ճշտող հարց ուղակի, հալածում էին, որ հավատացյալ եք, թե հալածում էին, որովհետև իրենք առհասարակ Աստծուն չէին հավատում։ Որպես հավատացյալ, իրանք Աստծուն հավատում էին։ Ասում են մենք Աստծուն հավատում ենք մեր պապենական հավատքով, ես ինչ թազա հավատք եք մտցրել մեր մեջը։ Հիշում եմ, որից հետո, երբ որ գործից ազատվա, Հրազդանմաշում ուզում էի գնայի աշխատանքի։ Դե այդ ընթացքում այն ժամանակ խիստ էր դրված, հավատացյալ իրավունք չուներ ոչ պարտիական ելներ, ոչ էլ կոնվերտական։ Մենք հրաժարվել ենք արդեն դրանից։ Դե Սովետում այն ժամանակ փոքրուց պիոներից սկսած վերջում դառնում էին պարտիական։ Երբ որ գնացի Հրազդանմաշ աշխատելու, չընդունեցին։ Դեն գործերի մեջ գրած էր, որ որպես հավատացյալ, այնտեղ տեղեր կար, որ գրված էր, հավատք ընդունում ես թե չէ, ես գրել եմ որպես հավատացյալ, նայեցին գործերին, ասին մինչև կոմերտական չլնես, քեզ չենք ընդունի։ Էլ մարդ գցել մեջը, էլ ես իմ խնդրել, էլ ես իմ ինչեր, չէին ընդունում։ Վերջում պատկերացրա, ես 5-րդ ռազրյադի ռադիոմեխանիկ եմ եղել, բայց ինձ ընդունեցին 2-րդ ռազրյադ։ Հələ էդ էլ չին ուզում ընդունեին։ Թե ընթացքում Աստված օգնես բարձրացավ, բարձա, բայց էդ էլ չէին ընդունում։ Չէին թողում, այն ժամանակ հավատացյալներին գործի չէին ընդունում։ Չէին թողում, որ աշխատես։ Ասում են, պետք է պարտիական դառնաս, կամ կոմերտական ընդունվես, նոր գործի ընդունեն։
Էդ էլ մեծ հալածանք էր, որ շատերը այդ բանի պատճառով չէին գնում հավատքի։ Գոհար քույրիկ, ինչ կպատմեք դուք։ Մենք որ գնում էինք Սևան հավաքույթի, դե որ գնում էինք դռները փակում էինք, բոլորով միասին էինք գնում հավաքույթի։ Հենց հասնում էինք շենքի հայաթը, վերևից սապունա ջուրը լրիվ լցում էինք վրներս։ Դե հավատացյալներին հալա վտացկես տունը։ Դե դել հալածանք, մեծ հալածանք երիտի։ Դե հիմա տենց ջրով, տենց ոնց պետք է թանք, բայց դե գնում էինք հնդե լվասում էինք, մաքուր նստում էինք բանը, պաշտամունքի, լիֆտը կանգնեցնում էին, լիֆտը բանին ամփչացնում էին, մեզ չեն էին թողում, բա ինչ ասես անում էին։ Հետո իմ հորողբոր տունը գնացի մի օր էլ, որ Աստծո խոսքը խոսամ, դե որ լսել եմ լովայ նման ուրախ, ես էլ իմ հարազատներին եմ ուզում Աստծո խոսքը խոսամ, հորողբերս ասում, հենց հիմա դուռը բացում ես դուրս գաս, չմտնես ըստեմ եկել, այդ հարցով չմտնես, այ հորողբեր ջան, ասի, ուրիշ բան չի, Աստծո խոսքն է, խոսում եմ, որ դու լսես, դու էլ փրկվես, դու էլ ինքն էլ հիվանդ մարդ էր, ինչ արեցի, չէ որ չէ, այտենց էլ չընդունես Տիրոջը, բայց փառք Տիրոջը, իմ հարազատները համարյա բոլորն էլ ընդունեցին Տիրոջը այդ ժամանակ, նրանց կողմից ես հալածանք չեմ կրել, երբեք։ Փառք Աստծո։ Եկեք մի քիչ հետ գնանք ձեր ամուսնության մասին, կարճ պատմեք, ոնց է եղել, դա միշտ հետաքրքրում է երիտասարդներին։ Գոհար քույրիկ ջան, դուք սկսեք։ Սկսեմ հեսա։ Իմ կեսուրը աշխատում էր սանատորիայում, մեր հարևանն էլ իր հետ էր աշխատում, գյուղի հարևանը։ Մենք մի գյուղից չենք եկել։ Առանձին, ինքը Վարսելից է, ես Լճաշենից եմ։ Կիսուրս ասում եմ, մի հատ լավ աղջիկ եմ ուզում ճարեմ, չեմ կարում ճարեմ, իմ բախտն էր էլի բերե։ Վերջը, ասավ, հաջորդ օրը ասել էր արի եթանք մեր գյուղը, բան հարևանի տունը, ընդեղ մի հատ լավ աղջիկ կա էլի, կբերեմ կտեսնես։ Ես ինչ հա չէի լինի թե հարևանի տունը։ Ինքը եկավ ասավ գնանք մեր տուն, գնաց իրաց տունը, ինչ-որ գործ կար անել, չգիտեմ ինչ գործ էր, պետք է անեի, մեկ էլ տենամ կիսուրս այդտեղ նստած է, բայց դե այդ ժամանակ որ կիսուրս չէր է, այն ժամանակ դե մենք ընկերություն բան չենք արել, որ ամուսնացել ենք, կամ են տեսել, գնացել ենք, ամուսնացել ենք։ Վերջը կիսուրս տեսավ այդ օրը, այդ մեր հարևանին ասել շատ լավ աղջիկա, հավանել էր։ Հաջորդ օրը, չէ, մեկ օր անցավ, մեկ էլ տենամ եկան մեր տունը։ Եկան մեր տուն ինձ ուզելու։ Ասի, բա ես սովորում եմ, ոնց կարամ ամուսնանամ։ Քանի տարեկան էիք։ Այն ժամանակ 10-րդ դասարան էի։ Արդեն վերջի քննությունը։ Լավ, վերջը այդ օր էլ խոս չտվեցի, մեր կոր անցավ նորից եկան, լովաներ, կեսուրս էր, դե կեսրարս, այտենց եկել են ուզելու։ Այդ ժամանակ արդեն խոս տվեցի։ Ոնց, ինչի ասացիք հա։ Դե ասի ուզում եմ էլին, դե հա ինչքան կարան գնանք, դե որ տեսա սիրուն տղա էր, աս ինչի ձերիցս բաց թողեմ էլի, ուզեցի։ Ազի երեն գեցի։ Վերջը տենց ամուսնացանք իրար հետ, փառք Տիրոջը։ Բայց այդ ժամանակ դուք հավատացյալ չէիք, էլի։ Չէ, հավատացյալ չենք ելը, չէ։ 73 թիվն է։ Լավ եղբայր, դուք ձեզ ոնց են համոզել տալ։ Ճիշտ էր ասում ես, ինձ համոզել են։ Դե այն ժամանակվա ամուսնությունը հիմակվա նման չէր ժողովուրդ։ Հիմա ընկերություն են անում, հետո ամուսնանում են, բայց այն ժամանակ ծնողներն հավանում էին եւ տղուն ուղարկում էին, ասում էին գնա տես, եթե գավանես, կարաս ամուսնանաս։ Այդտենց էլ եղավ։ Գնացինք տեսա, հավանեցի։ Բախտը բերեց էլի գարի, որից հետո ամուսնացանք։ Երկուսից գար, երկուս։ Մեր բախտն է բերել իրականում։ Շատ լավ, շատ հետաքրքիր է ինչպես միշտ ես պատմում։ Եթե էլի բան ունեք պատմելու, լավ եղբայր։ Ես ուզում եմ պատմել իմ ծառայությունը ոնց է սկսվել։ Պատմեք։
Դե Պարզասևանից հասկացվել։ Ես ոնց եմ զգացել, որ իրականուց պետքա որ ծառայել Աստծուն։ Հետաքրքիր էր, երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, իդեպս ասեմ Ժողովուրդ ջան, մեզ այդ ամբողջ Գերդաստանին մի ավետարան են տվել, այն էլ լրիվ ավետարանը չէր։ Չգիտեմ, տենց ավետարան տեսել եք, 4 ավետարանը մեկ էլ գործ քառակելոց ու վերջ։ Էլ շարունակություն չկար։ Այդ էին տվել մեր ամբողջ Գերդաստանին։ Եվ մենք դրա համար աշխատում են հարցները մինչև իրիկուն ամեն գործ պրծնել, միասին հավաքվում եւ միասին կարդում ենք Աստվածաշունչը, աղոթում էինք, զարմանք էր ամբողջ գյուղում։ Մի օր հիշում եմ աղոթքից հենց աշներս բացինք, մեկ էլ տեսանք, դե մեր տունը մեծ տուն էր, բայց մի հարկանոց էր։ Եվ տեսանք լուսամուտների մոտը լիքը մեր թաղամասի ժողովուրդը նայում են մեզ։ Կարծես ոնց որ հրաշք կլներ, չէին ոնց որ պատկերացնում, ես ինչ հավատք է։ Դե այն ժամանակ բացի լուսավորչական հավատքից ուրիշ հավատ չեղե։ Դրա համար իրանց համար զարմանք էր։ Այո։ Եվ որից հետո պատկերացրեք, երբ որ սկսեցի հավատքը, առաջի բանը որ գտնում ես, նորից եմ ասում, առաջին ընտանիքին ես ասում, հետո ընկերներիդ, հիշում եմ, որ ընկերներիս երբ որ ասեցի հավաքվեք իրիկունը, քան որ ես իրիկունն էի գալիս տուն, Հրազդանիցի գնում, իրիկունը հավաքվեք, բան ունեմ ասելու։ Եվ իրիկունը լրիվ հավաքվել էին, մինչև գնացի արդեն սեղան են գցե, արաղները լցրել էին, գինին, ամեն ինչը։ Ու ասեցին եկեք մի հատ խմենք մեր ընկերության մասին, նորը սկսենք, ասի չէ, սպասեք, բան ունեմ ասելու։ Երբ որ բացատրեցի, առաջուց ասին ինչ է, ուզում ես մեզ լքես։ Հետո խնդացին, ասին, տես բան ոնց կլնի։ Որ շարունակեցի, որից հետո իրանք ասում, մի քանիսն ասեցին, մենք էլ ենք հավատում, մենք էլ գեքանք այդ հավատքին։ Եվ իրականուց մեր տունը հավաքույթ էր ելնում, կարելի ասել գյուղի մի մասը գալիս էր հավաքույթի, լիքը լցվում են, անդադ գալիս են, այն ժամանակ հիմնականում Լուսավանից, Չարենցավանից են գալիս, մեր աղբերները, կենտրոնը Չարենցավանն էր այն ժամանակ։ Չարենցավանից են գալիս եւ լիքը մարդիկ լսում էին, բայց գնալով կամաց պակասան։ Ես հիշում եմ իմ ընկերներս, որ 3-4 հոգի գալիս են մշտական, մի օր էլ ասեցին քո խատրին ենք գալիս։ Ասի որ մենակ իմ խատրին եք գալիս, կարակ չգաք։ Այդտենց էլ չեկան։ Որից հետո մենք մեր շարունակեցինք մեր ոնց որ քարոզությունը մեր հարազատներին, ճիշտ է, այն ժամանակ շատ դժվար են ընդունում մարդիկ։ Հավատքին հավատում էին, բայց այս հավաքույթներին են վախենում մասնակցելու։ Հիշում եմ մորքուրիս տունը գնացինք, իր կեսուրը լավ ընդունեց հավատքը։ Ինչ խոսում ենք, ասում էր, մեռնեմ ես ինձ սրբին, սրան, նրան, հասկանում ես։ Հետո երբ որ մեզնից մեկն ասավ, չեմ ուզում ասեմ ով, ասավ, որ դրանք իրական սուրբ չեն, դրանք կուռք են, դրանք Աստծուց չեն, սատանայից են, իսկ կնիկը մի անգամից շուռ եկավ։ Ասավ, որը տենց էլ մեր տունը չգաք, էլ ես կողմերը չերևակ։ Եվ այդից մենք ոնց որ օրինակ վերցրեցինք, երբ որ գնում ես քարոզության, նրանց կուռքերին մի անգամից մի կպիր։ Դու նրան Քրիստոս տուր, հետո նոր իրանք կիմանան իրան անալիքը իրանց։ Որից հետո Քյավառ ենք գնում քարոզելու։ Մտամ մենք լավ հասկանում ենք, հələ նոր ենք սկսե, Քյավառ գնում ենք ընդ ավետարանչության։ Եվ իրականուց մի տուն ընդունեց, մի ուսուցիչ, ինքը ուսումնարանում ուսուցիչ էր աշխատում, եւ ինքը սիրով ընդունեց եւ իր ընտանիքը լսում էր։ Մի գիրք խնդրեցինք եղբայրներից, մի գիրք տվեցին եւ այդ գիրքը տվեցինք իրանցը որ կարդան։ Մի որոշ ժամանակ հետո
մի քանի ամիս էր անցել, շարժ չկար, խնդրում ենք, թե գոյնա Կիրակի օրերն եկեք մասնակցեք, չէին գալիս։ Հիշում եմ մեր լուսավանից մեր հովիվներից մեկը Կարապետ էր անունը, մի անգամ մեր մոտ եկել է քարոզելու։ Ինքը մեր հետ եկավ եւ մեր արտավազի աղբեր Մամիկոնն էր, այդ 3 հոգով գնացինք իր աստունը, Աստծո խոսացինք, վերջում Կարապետը վերցրեց գիրքը, ասավ մինչև հիմա մենք ենք եկել, սրանից հետո դուք եկաք։ Ատենց էլ չեք անում։ Եվ եղբայր կներեք, որ ընդհատեմ, մի հատ հարց տամ ուղակի, որ ասում եք գնում էինք քարոզելու, ուզում եմ հասկանալ դա ոնց որոշեցիք, որ պետքա դա անեք։ Ինչ որ մեկը ձեզ ուղարկեց, որոշվեց, որ եղբայրներով գնում եք քարոզելու կամ մեկը այս քաղաքն է գնում, երկուսը այս քաղաքը, այդ ոնց եղավ այդ պահը։ Ասեմ։ Դե քանի որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք գիշերու ցերեկ, Մարկոսի 16-րդ գլխի 15 համարում գրված է. գնացեք ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք բոլոր ստեղծվածներին, նա որ հավատա ու մկրտվի պիտի փրկվի, նա որ չհավատա պիտի դատապարտվի, ըտեղից պարտականությունը զգացինք, որ անպայման մարդկանց ավետարան քարոզենք։ Եվ դրա համար ըտեղից մղումը ստացանք, որ մենք չենք կարա մարդկանց փրկության պատճառ չդառնալ։ Եվ գնացինք։ Ճիշտ է, քարոզվում էր միաժամանակ եւ խոսն էլ կարդում ենք, խոսք ուղղում էր դեպի ավետարանչություն։ Ոնց եղավ կապը Հրազդանի հետ։ Դե պարզը Հրազդանում է աշխատում ես, այդտեղից սկսավ իմ ապաշխարությունս, ոնց որ ասեցի, եւ որից հետո երբ որ Հրազդանմաշ սկսեցի աշխատել, դե պարզը մեր առաջի խոսքն էր, որ մարդկանց ավետարան քարոզել։ Ես հիշում եմ, որ առաջի ընդունողը եղել է Կարեն Խաչատրյանը, ինքը ընդունեց Հրազդանմաշում եւ մենք դրանից հետո մեզ ճանապարհ հարթվավ դեպի Ծաղկաձոր, ճիշտ է այդ ժամանակաշրջանում ոտով էինք գնում, բայց մեր համար շատ հաճելի էր գնալ Աստծո փառքի համար ավետարան քարոզել։ Եվ գնում էինք ամեն շաբաթ գնում էինք հավաքույթի։ Ես հիշում եմ 90-ական թվականներին, ոնց որ Փառք Աստծուի մկվամար, որ այսօրվա դրությամբ էլ է, ոնց որ երիտասարդների հոսքը գնալով շատանում է, այն ժամանակ էլ 90-ական թվականներին արթնություն էր երիտասարդների։ Այդ ժամանակ էր, որ մեր աղա ջանբանը ապաշխարեցին, եկա երիտասարդություն կար եւ մենք ոտքով գնում ենք Ծաղկաձոր ավետարան քարոզելու, պաշտամուն քանելու։ Եվ գնում ենք ճանապարհին շատ ժամանակ մարդիկ, որ ոտով են գնում, պատահում էր ծեր մարդիկ են ելնում եւ իրանց վեշն էին տանում։ Պատահել է ժամանակ, որ մեկին օգնել ենք մինչև հասել է Ծաղկաձոր, այդ ընթացքում քարոզել ենք եւ ինքը եկել է հավաքույթի մասնակցել է։ Այո, դա ավետարանչության մի ձև է։ Դու մարդկանց պետք է օգնես, որ իրանք կարողանան ապաշխարել։ Օրհնյալը մեր Աստվածը։ Ես հիշում եմ մեր աղբերներից մի հատ լովա կար, ինքը որ ապաշխարել է, հիմնականում Իրանը օգնել ենք եւ ինքը զգացել է, որ հավատքի ժողովրդի նվիրվածությունը, չարչարանքը, օգնությունը եւ ինքը դարձել Աստծուն։ Մի հատ ընկեր ունեի, որ միասին ենք աշխատում, Արայիկ էր անունը, եւ ինքը սիրով ընդունում էր հավատքը, բայց չէր գալիս հավաքույթի։ Հրազդանմաշում աշխատելու ժամանակ կամանձիրովկա շատ էին գնում։ Դե պարզա մեր արտադրանքը որտեղ գնում էր, հետևից գնում ենք։ Որակով ենք արտադրում դրա համար էլի։ Եվ հիշում եմ այս տղին ուղարկել են կամանձիրովկա, չգիտեմ որ քաղաքներ Սևծովի ափում, պարզա մեր զավոդի արտադրանքը վայենի զակազ էր։ Եվ ինքը գնացել էր այդտեղ կամանձիրովկի ժամանակ Իրանը հատուկ թուղթ են տալիս երկրորդ աջելից, որ այդ թուղթը երբեք չկորցնեն, որ կարողանաս մտնել այդ վայենի զավոդները եւ տեղից դուրս գալ։ Եվ ինքը շաբաթ օր թե կիրակի օրը, որ հանգիստ էր եղել, գնացել էր ծովափ լողանալուց եկել էր տունը, մեկ էլ նայել էր, տեսել էր ոչ փողն ամոթը,
ոչ դոկումենտներն է, ոչ կոմանդիրովկեն է, նույնիսկ այդ երկրորդ ադելի թուղթը լրիվ իրար հետ կորցրել էր։ Ես հիշում եմ, որ ինքը պատմում էր, ասում է, երբ որ ես բան արեցի, ասում է, իմացա, որ չկա այդ բանը, քիչ էր մնում խելագարվեի։ Ու ասում է, մտա իմ սենյակս եւ աղոթեցի, ասում է, մինչեւ այդ աղոթած չկայի, մտա սեղան սենյակս եւ սրտանց աղոթի, ասի, այն լովայի Աստված, խնդրում եմ ինձ օգնի, այս վիճակից մենակ դու կարող ես անել։ Դե մարդը, որ ճարը կտրում է, դժվարության մեջ ընկնում, ձեռքը պարզում դեպի Աստված։ Եվ աղոթել էր ու ասում է չէի կարում քնեի։ Մենակ մի հատ այդ ժետոններ մնացել, որ այդ հանրակացարանը մտնում դուրս էի գալիս, թե չէ ոչ մի տեղ չէի կարա գնալ։ Եվ ասում եմ մեկ էլ հանկարծակի ասում եմ մեկը եկավ, այդտեղի հերթապան ասավ, որ Անտոնյանովա դու ես։ Հարցրեց, ասա հա, ես եմ։ Ասում ինչա պատահի, ասում շնչակտուր, ասի ինչ է եղել։ Ասավ քեզ են կանչում հեռախոսի մոտ։ Դեն ժամանակ սենց հեռախոսներ չունեինք։ Հերթապայի մոտ հեռախոսներ։ Գնացել էր հերթապայի մոտը եւ հերթապան ասել էր պատասխանի հարցին, բանին, քեզ են զանգում։ Դու մի ասա այդ դոկումենտները, որ կորցրել էր, այդ աղջիկը, որ գտել էր, վերցրել էր, նայել էր եւ այդ համարով զանգել էր այդ ինչ տեղը։ Ասում է, որ ասավ, ես քո դոկումենտները գտնել եմ, ասում ուրախությունից չէի իմանում ինչ անեմ։ Եվ որից հետո ասում է, եւ ասի որտեղ ես, արի ասա ես գամ հանդիպեմ։ Ասել էր չէ, ես գկամ քո մոտ է։ Եվ եկավ ասում է, երբ որ եկավ ասում ուրախությունից չէի իմանում ինչ անեի։ Ասում տանեմ քեզ ռեստորան, ինչ պատիվ տամ։ Ասել էր չէ, դե լսա ես ով եմ։ Եվ այս աղջիկը պատմել էր, ասել էր ես ինքս էլ ԿԿԲ-ի աշխատող եմ եղել։ Դոկումենտներս կորցրել եմ, դրա համար ինձ ԿԿԲ-ից հեռացրել են։ Ասել իմացա, որ ես փաստաթուղթ այդ երկրորդ ադելից այդ գախտնի թուղթը որ կա, ես դրանից իմացա, որ էդի գախտնի է եւ դու կորցրել ես, քեզ դուժի են ենթարկելու, ես ուզեցի, որ քեզ անպայման լավություն անեմ, չէի ուզի, որ իմ օրին ընկնես։ Եվ այդպես ձրի տվեց, ասավ քեզ ելնի, ոչ մի բան ինձ պետք չէ։ Եվ եկել էր Աստծուն փառք էր տալիս։ Երևակայի 2 ամիս հավաքույթի մասնակցեց, որից հետո էլ չեկավ։ Այս պատմություններից հասկանում ենք, որ դուք իրոք ձեր աշխատավայրում լույս եք եղել։ Էլի բան կա, որ կպատմեք աշխատավայրից։ Շատ բաներ կա, այնքան բաներ կա։ Ամենալավերը։ Ես կարամ պատմեմ, ոնց որ մի քիչ առաջ դու հարց տվեցիր, ասիր ինչ հրաշքներ ա կատարվել քո կյանքում, կարամ ասեմ։ Առաջինը իմ ընտանիքումս ա հրաշք կատարվել։ Իմ մայրիկս ա բժշկվել։ Ես քիչ չեմ մոռանում, ինքը երկար տարիներ հիվանդ էր։ Իր կողքին մրսել էր եւ այտենց իրանը կարքին բուժում չէին տվել, թոքերը կպումներ էր տվել։ Ու տենց մնացել էր այդ հիվանդությունը չէին կարում բուժեին։ Տեղերով էր ապրում այդ կինը։ Եվ հիշում եմ, մեզ մի հատ կարո աղբեր ունեինք, երբ որ եկավ աղբորս տունը, աբոյի տունը հավաքույթի, եւ ինձ մորս տեսավ այդ վիճակում, ասավ ինչ եղե, ասեցինք, որ այս ձևի հիվանդ է, ասավ ձեր գործն է, կարակ տանեք բժշկի, կարակ եւ միաժամանակ աղոտ կանենք, Աստված բժշկի, կարակ ծոմ պահեք, եւ ծոմը չէինք իմանում, ինքը բացատրեց, թե ծոմն ինչա, եւ ամբողջ Գերդաստանով ծոմ պահեցինք, հիշում եմ այդ ժամանակաշրջանում, մեր արտավազ աղբոր, մեր հովի տանը հավաքույթ կար, չգիտեմ, ամիսն մեկն էր, թե շաբաթը մեկ եղբայրական ենք անում, շաբաթը մեկ էր, չէ, շաբաթը մեկ եղբայրական ենք անում,
Եվ այդ օրը պատկերացրա մորս էլ հետը վերցրինք, պարզա եղբայրական էր լում, բայց մորս էլ վերցրեցինք, տարանք, որ հատուկ աղոտ կանենք։ Աղոտ կանելու ժամանակ ես սկի չեմ մոռանա այդ պահը, մի եղբայր ունենք, որ արդեն ննջել է, աղոտ կելը չվերջացած ինքը վերկացավ, ասավ Տեր Հիսուսը ստեղ է։ Հետո նորից աղոտ կշարունակեցինք, ասավ Հիսուսը մի բան պոկեց, ասավ Սաթիկ քույրիկի կողքից ու տարավ, սև բան։ Այդ ընթացքում մերս վկայեց, որ իրականուց իր կողքը բժշկվել է։ Այդ օրվանից մինչև իր մահը հիվանդություն չի տեսել։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Այդ առաջին բժշկությունն է, որ Աստված մեր ընտանիքում կատարել է։ Երկրորդ բժշկությունը իմ աղջկա's բժշկությունն է, որ շատ տեղեր պատմել եմ։ Իմ փոքր աղջիկս Ռիփսիկը փոքր ժամանակվանից ինքը որ գնդլիկ աղջիկ էր, որ ընկնում էր, ուշագնաց էր ելնում։ Ցավին չէր դիմանում, ուշագնաց էր ելնում, լեզուն կուլ էր տալիս։ Եվ մի քանի անգամ անելուց արդեն սովորություն էր դարձել։ Մեկը մշտական կողքին պատիլներ, որ դրան գրկեր, ձեռքից չիջցներ, որ հանգարցակի նման բան չկատարվեր։ Եվ մի օր դե պարզա գյուղում էինք ապրում, մենք տունը չէինք, տղամարդիկ տունը չեն եղել, չգիտեմ ինչ պատճառով, եւ կանայք գնացերին ոնց որ անասուններին ման գալու, որպեսզի ոնց բերեն տուն, ով որ գյուղում ապրել է կիմանա։ Եվ երեխեքին ասել են, աղջկա's մեզ տղուց ասել են, որ զգուշ եղեք երեխա հանգարցակի, Ռիփսիկին բաց չթողեք ձեռներից հետ, անուշադրության չմատնեք։ Դե երեխային, որ տեսերին ուշացել է, արդեն մութն ընկել էր, պաղկվոցին խաղացել, մոռացել են այդ երեխուն, եւ ընկել էր իրականուց ուշագնաց էր եղել, լեզուն կուլ էր գնացել, երկար ժամանակ որ մնում արդեն սառում են, կապտում են, մահանում են։ Տեսերին, որ եւ չէին կներեք, իրանք չէին իմացել, եւ որ արդեն իրանք կանայք եկերին տունը, ասերին, վրազ ասերին ուր է Ռիփսիկը, տեսերին, որ Ռիփսիկը չկա, մանին եկե տեսերին կապտած, ընկած, մահացած է։ Որից հետո վերցրել են դրելին սեղանի վրա, սկսերին լաց ու կոծը։ Կարալ գուհարը պատմի այդ մասին։ Ամեն կանգստան։ Այդ ժամանակ, որ ընկել էր երեխեն, որ մահացել էր, ես կորալով լացելով սես գրկեցի տարադրի սեղանին, ու երեխեքը վազան մամային կանչեցին, կեսուրիս կանչին եկավ տուն, դե հիմա բոլորս ավակվանք սկսինք լացել, դե հիմա ինչքան է մահացել, էլ Աստված գիտի, չգիտենք ժամը։ Հա, ու աղոթում ենք, աշներս փակած, տեն սեղանի շուրջը շարվել ենք, աղոթում ենք, բարձրաձայն աղոթում ենք, աղաղակում ենք ասում, Տեր, փրկի, Տեր, օգնի երեխուս։ Ու մի հատ ճիշտ լսացի, ու չենք էլ վերցնում եղեն, ձենը որ լսեցինք, բազանք երեխին բան անենք, որ վերցնենք, ասի չէ, պետք է շնորհակալություն հայտնեմ Տիրոջից, որ Տերս բժշկեցի մեր երեխին, փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ու այդ օրվանից մինչև օրս ոչ մի հիվանդություն, ոչ մի բան չունի երեխես։ Արդեն 3 երեխա ունի ինքը։ Այդ երեխեն 3 երեխա ունի արդեն։ Դուք պատմեցիք այն ինչ որ եղել է ձեր ընտանիքում, մի քիչ պատմեք այն հրաշքների մասին, որոնք ձեր միջոցով են եղել։ Հենց որ Աստված ձեզ է օգտագործել, ձեր ծառայությունների ընթացքում են եղել։ Որ մի միջոցով կպատմեմ, դա շատ երկար կպատմեմ։ Մինչև այդ ես մի հատ էլ ուզում բան պատմեի։ Այո, էլի այդ հրաշքներից Սկի չեմ մոռանում 97 թվականն էր, այդ օրը կյանքում չեմ մոռանա, հունվարի 4-ն էր, նոր տարվա 4-ն էր հունվարի։ Մենակ տունն էի ես, գոհարը չգիտեմ ուր էր գնացել, եւ մեր դուռը ծեծեցին, դուռը բացեցինք, մեկին որ
ծանոթ էինք եւ ինքը լացով մտավ տուն, ասի ինչ եղավ։ Եվ ասավ ուղարկել են ինձ, որ գնամ կնոջս հարազատներին զանգեմ Պրիբալտիկայից գան։ Կինը ազգությամբ ուդի էր, չգիտեմ ով իմանում ուդի մասն է, Ադրբեջանում ուդիի այտենց բան ազգ կար։ Եվ ամուսնացել էր իր հետ, հայրեն մաքուր գիտեր ինքը։ Եվ իրանը մի հիվանդություն ա եղել, որը ուղիղի թաղանթի բորբոքում էր կոչում այդ հիվանդությունը, որ անտանելի հիվանդություն էր, երկար տարիներ բուժերին ուտես չէր բուժվե ինքը։ Նոր տարվա նախորեին դուրս էին գրել, ասել են տարեք տունը, մի որոշ ժամանակ դեղերի ազդեցությունն անցնի, նորից կբերեք։ Որ պրիստուպ էր բռնում, իրան ասում է օրերով անջատվում էր։ Եվ ամսի 28-ից մինչև ամսի 4-ը, դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 4-ը ինքը կոմայի տակ ընկել էր, իմացել են, որ մահացել է։ Որ կարող է, եթե հայլի պահեին, կարող է զգային, որ ինքը կենթանի է։ Այդ ձևի մահացած վիճակում։ Եվ ասավ ինձ ուղարկել են, որ գնամ իր աղբրներին զանգեմ, որպեսզի գան հուղարկավորության հասնեն, բայց ես եկել եմ ձեզ տանելու աղոթեն, քանի որ ինձ ասած գնացեք հավատացյալներին կանչեք։ Ես քիչ չեմ մոռանում այդ օրը, ասի սպասի նոր տարի է, մի բանով հյուրասիրվի, ինքը ասավ չեմ կարա, խնդրում եմ շուտ։ Ասի սպասի մինչև գոհարը գքա։ Մի քանի րոպե սպասեց, գոհարն եկավ, զանգեցինք, մեր ննջեցյալ Արտյոմ եղբայրն եկավ եւ ելան գնացինք։ Ճիշտ է մենք իրանը հույս էինք տալիս, բայց շատ ժամանակ մենք էլ ենք ոնց որ կացկացում, թե Աստված իրականում կբժշկի, թե չէ։ Երբ որ գնացինք իր տունը, կարծես մահացածի վրա են եկել, ամբողջ իրանց հարազատները տունը լցված էին։ Իրանց կռավաթը գյուղի, այն առաջվա ֆուրաժից կառավատ էր, երկաթե կառավատ էր։ Ու շորը գցել էին, ծածկել էին, որպես մահացած։ Գոհարը, որ շորը տարավ են կողմ, որ նայեց, ասավ, ես սիրուն աղջիկը պետք է մեռնի։ Աչքերը փոս գնացած, մահացած։ Ես կյանքում չեմ մոռանա այդ պահը։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Աստված դրես մեջից ինքն էր արողը, մենք ոչ մի բանը տեղ բան չենք, մենակ ոնց որ տեղ էինք։ Աստված դրես մեր մեջ, ասենք ով որ հավատում է, թող մնա, մնացածը թող դուրս գան։ Մնացին մեր 3-4 հոգի, իր ամուսինը, կեսրարը, հորքուրը, մեր 3-4 հոգի եւ մենք։ Եվ սկսեցինք բարձր աղոթել։ Աղոթեցինք, ոչ մի բան։ Մեկ էլ ոնց որ փուքսը տիշնի է ժամանակ։ Մեկ էլ գոհարն ասավ, գոհարը մեկ տեսիկներ էր տեսնում, ես դրա մասին կասեմ, տեսիկներ էր տեսնում եւ գոհարն ասավ, որ լույս իջավ իր վրան, Աստված ասում է աղոթքը շարունակեք։ Եվ մենք սկսեցինք աղոթքը շարունակել, այս անգամ ավելի ջերմեռանդ, քան որ արդեն հույս ունեինք։ Եվ սկսեցինք ջերմեռանդ աղոթելու ժամանակ Աստված դրեց իմ մեջս մոտեցա ականջին եւ անունը Ժաննա էր։ Բարձր ասի Ժաննա։ Կներեք ոնց որ այդքան որ պատկերացրա ամսի 28-ից մինչև ամսի 4-ը դրա բերանը փակ եղե։ Կարծես ոնց որ կլեից պոկվեր բերանը, կամած բացվավ, որ բացվավ ավելի սրտպնդանք եւ ասավ ինչ է, ասինք Հիսուսի անունը կանչի, ոնց թե ինչ է, Հիսուսի անունը կանչի։ Նորից ձեն տվեց, շատ կամաց է լսում, որ ասավ չեմ կարում, ասինք մեզ քեզ փիլիսոփայություն պետք չէ, մենակ անունն ասա։
Եվ մենք ջերմեռանց սկսենք աղոթել։ Ես այդ պահը մշտական համատում եմ, ով որ տեսել է առաջվա այն հին մեքենաները, որ խոդ էին տալիս, ռուչկով են խոդ տալիս։ Դե մեծերը կիմանան, ջայլները չեն տեսե։ Երբ որ խոդ ես տալիս, 2-3 անգամ չի լնում, մեկ էլ հանկարծակի որ ընկնում, խոդ ընկնում, մի անգամից փրփրթոցը դնում։ Եվ այդ ձևի, երբ որ աղոթքի ժամանակ մի անգամից բերանը բացվավ ու սկսեց Աստծուն փառաբանել ու օրհնել մեր Տիրոջը։ Այդ ընթացքում ինքը 4 երեխա ուներ, 4-ն էլ մանր վազ եկան ներս, հարազատները լցվան։ Հիմա կեսրարն ասում, ինչ նվիրենք ձեզ, մի ոչխար տանք, մի գար տանք, ուրախությունից չեն իմանում ինչ անեն։ Իսկ ձեր արձագանքը ոնց էր։ Լավ էր։ Դե ինչքան էլ Դե չլինի պարզ հարություն առել։ մենք էլ ենք ուրախացե, պարզ չէ։ Չէ, զարմացել էիք, չգիտեմ։ Դե պարզ չի զարմացել ենք, համ զարմացել ենք, համ էլ ուրախացել ենք, քանի որ մեր արածի ոնց որ արդյունքը տեսել ենք, որ Տերը բժշկել է, լսել է, փառք Իրանը։ Դրանից հետո ինքը, քանի որ իրանք միկրոյում տուն ունեին, բայց չէին ապրում, եկան միկրոյում բնակվան, Աստծո ժողովուրդն ահագին օգնեցին, դե այդ ժամանակ 90-ական թվականներն էր, դժվարին մարդիկ ապրում, ամեն մի բան բերեցին, ոչինչ չունեին տունը, եւ որից հետո ոնց որ այդ տունը լցվավ, իրանք սկսեցին մարդուկին հավատալ, Աստծուն պաշտել, եւ այսօրվա դրությամբ Ռուսաստանում են իրանք ապրում։ Ու հավատացյալ են։ Հավատացյալ են։ Եվ այլ պատմություններ, ով եղբայր։ Աստիկ շատ կան։ Շատ կան։ Հա։ Ասենց մեր տնից մենք երբ որ դարձանք հավատացյալ ժողովուրդ, Գերդաստանով ենք դարձել ամբողջովին, այն ժամանակ Սուրբ Հոգին շատ քիչ էր իջնում մարդկանց վրա։ Մեզ մի հատ հովիվ ունեինք, Վալոդ էր անունը, Զավենին ասում, համ Զավեն, համ Վալոդ։ Ինքը շատ նվիրված ազնվորություն էր եւ նույնիսկ կարող է գիշերն էլ գար հաներ մեզի քնից, ասեր սկսեք աղոթել։ Խիեք քնե։ Հիշում եմ մեկ գիշերը տենց եկավ եւ բոլորին հանեց վեր, ասավ ելեք ոտի, ելանք ոտի եւ սկսեցինք աղոթքի։ Մեր գոհարի Սուրբ Հոգի ստանալը շատ արտակարգ է եղել։ Կարող է ինքը սկի չհիշել, քանի որ այդ ժամանակն հենց էր լեցվի Աստծո։ Ձեր կողմից պատմեք, հետո Լյովա եղբայրն էլ կպատմի։ Այդ ժամանակ ես Սուրբ Հոգի ստացա, որ աղոթում էինք։ Գիշերվա ժամը 2-ներ, 3-ներ չեմ հիշում, այդ ժամանակ էր։ Հա, Սուրբ Հոգի ստացա, բայց անենց եմ կապվել Աստծո հետ, անենց եմ կապվել, ոնց որ Հիսուսի հետ հարց ու պատասխան էր։ Հարց ու պատասխան։ Երևի մի ժամ աղոթք ենք արել, ես հարց ու պատասխան, ոնց որ ես հարցը տայի, Հիսուսը պատասխան էր այդ հարցին։ Հա, հա, երևի, չեմ հիշում ինչի համար, բայց դե հիշում եմ, որ հարց ու պատասխան էր մեր մեջ։ Փառք Աստծո։ Նույնիսկ մեր հովիվը այդ ժամանակ, այդ Զավեն եղբայրը այդ ժամանակ ոնց որ հարց էր տալիս, ինքն էլ մարգարեական բան ուներ, հարց էր տալիս, գոհարը պատասխանում էր, ինքը թարգմանում էր։ Ոնց որ երկնքին հարց տար, թե ոնց է տեղ վիճակը, ընդեղից պատասխան էր ստանում, հետո ընդեղից հարց էր տարվում, ստեղից գոհարի միջոցով էր պատասխանում եւ այս աղբերը թարգմանում էր։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Մոտ մի ժամից ավել կապնվել են։ Այդ ձևի ես մկրտություն հազվագույթ չեմ հիշում այդպես մկրտություն ճիշտ ասած, որ այդ ձևի երկար տև էր։ Ուրեմն 1993 թվականին հետաքրքիր է ձեր համար, չի 1900 ասում եմ։ 93 թվականին Հրազդանմաշը, որ արդեն փակվելու վրա էր, շատերը ազատվում էին, ես էլ գործից ազատվա։ Եվ մեկ ծանոթ կար թեր զարգացածների դպրոցում Գյուլումյան անունով մեկը, որ հավատքին մոտիկ էր,
խնդրեցի իրանը, որ եթե հնարավոր է, այդ դպրոցում աշխատեմ։ Եվ ինքը ընդունեց։ Դա 1993 թվականն էր։ Հետաքրքիր էր, երբ որ սկսեցի այդ դպրոցում աշխատել, աշխատում եմ որպես աշխատանքի ուսուցման ուսուցիչ, ժողովուրդ։ Առաջի բանը, որ Աստծուց խնդրել եմ, ասել եմ, Տեր, ինձ օգնի, որ քո պատիվ ես դպրոցում բարձր պահեմ։ Եվ մի որոշ ժամանակ աշխատելուց հետո ես զգացի, որ այդ դպրոցում ահագին շատ երեխեք կան, հատկապես այն երեխեքը, որ կներեք փողոցներում թափառում էին 90-ական թվականներին, որ հնարավորություն չունեին ապրելու, իսկ այդ դպրոցում գրքեր էին տալիս ձրի։ Շատերը բերել էին այդ դպրոց։ Եվ նույնիսկ իրանց դիագնոզը գիտեք ինչ էր, բացի թողի, այսինքն կապից թողածներ, այդ ձևի երեխեք էին, շատ առնակավոր երեխեք էին։ Կռիվը ամեն օր կար, արյունը ամեն օր թափվում էր այդտեղ, պատկերացնում եք դպրոցում։ Եվ որից հետո մի բան խնդրեցի տնօրենից, ասին, եթե հնարավոր է, թույլ տաք երկար դասամիջոցին մենք ստեղ հավաքույթ անենք։ Հավաքույթ ասելով, այդ 15 րոպեում մենք ոնց որ ոնց երկու հատ երգենք, մեկ քիչ ոնց որ մանկական Աստվածաշնչից երեխեքի համար կարդանք։ Ասավ 15 րոպե էլ իմ կողմից եմ տալիս։ Կես ժամ ձեզ ժամանակ արեք։ Եվ այտենց էլ արեցինք։ Այդ ժամանակ երեխեքը շատ խելոք էին։ Աղոթում ենք իրանց համար եւ բացի դա մի հատ դրվագ կարդում ենք Աստվածաշնչից։ Եվ այդ դպրոցում կարգուկանոն մտավ։ Որից հետո այդ ընթացքում պատկերացնում էր մեր նպատակը ոչ թե երեխեքն էր, այլ ուսուցիչներին ավետարան քարոզել։ Այդ ընթացքում ուսուցիչները գնում էին կոֆե խմելու։ Որ տեսանք այդ ձևիա, խնդրեցինք ոն բանին, տնօրենին ասեցի, որ չէ, թող ուսուցիչներն ստեղ լինեն, որ երեխեքը կարգուկանոնի մեջ լինեն։ Եվ ինքը այտենց էլ արա, բերեց այդտեղ։ Եվ իրանց արկայությամբ ենք մշտական այդ արարողությունները կատարում, որից հետո ահագին ուսուցիչներ ապաշխարեցին այդտեղ։ Օրհնյալն է մեր Տիրոջ անունը։ Մի հետաքրքիր բան կատարվա, որ մի քանի հոգի հավատացյալ դարձան, այդտեղի դպրոցի տնօրենի հերը, այդտեղի ինչ են ասում, տնտեսվարն էր։ Եվ ինքը լավ էլ դուխ ուներ այդտեղ դպրոցում։ Մի օր առավոտը գործի եմ գալիս, մեկ էլ տեսա այդ աղջիկները, ովքեր ընդունել են, լացում են ուսուցիչները։ Ասի ինչ եղեք, եք լացում։ Բազավ Սերգեյձյան ասե, մինչև տարվա վերջ ոչ մի հավատացյալ չմնա այստեղ։ Ասի դրա համար լացում եք, հռչակում եմ մինչև տարվա վերջ անհավատ մարդ չմնա այստեղ։ Եվ այտենց էլ այդ հռչակումն եղավ, իրականուց կատարվավ։ Մինչև տարվա վերջ հեր ու տղա կռվան, տուրը դմփոց, խայտարակ եղան, որից հետո ոնց որ այդ մարդը թողեց այդ դպրոցից, գնաց ու գնաց։ Եվ մենք մեր հավատքը շարունակեցինք։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Բացի դա մենք այդ դպրոցում արտավազախբերս վկա է, մեր այդ դպրոցում ես խնդրել եմ եւ այդե վարձով իրիկունը, քանի որ ազատ էր այդ դպրոցում, մենք հավաքույթ ենք արում այնտեղ։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Եվ շատերը դարձան դեպի Աստծուն։ Եկավ ժամանակ, որ այդ դպրոցում անհավատ մարդ չկար, բոլորն աղոթում էին։ Մի աղջիկ կար, ինքը հիվանդացավ, ջահել էր, մահամերձ աստիճան էր հասե, եւ ամբողջ դպրոցի կոլեկտիվը ծոմ ենք պահե, մի սուտկա եւ աղոթք ենք արել իր համար, եւ Աստված հրաշք կա կատարել։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Փառք մեր Տիրոջը։ Թող Աստված փառավորվի։ Արտավազախբերս վկա է, որ մենք այդտեղ հավաքույթ ենք արել, նույնիսկ մի ժամանակ, եթե հիշում եք, արտասահմանից ցենց փոքր յաշիկներին ուղարկում նվերներ մեջը, այդ դպրոցին բոլորին ոնց որ հրավիրել ենք, նույնիսկ ծնողներին հավաքույթ ենք արել եւ բաժանել ենք այդ յաշիկները։
սենց լավ պատմեցիք, լավ վերջաբանով այսպես ասած պատմություններ, ուզում եմ իմանալ եղել է, որ գնաք ծառայության, բայց այսպես ասած հաջողված չլինի ծառայությունը։ Այո, եղել է։ Ոնց եք զգացել ձեզ այդ ժամանակ։ Դե պարզ է, լավ չենք զգացել։ Ես հետի հիշում եմ, ես նախորդ մի փոքր դրվագ հիշեցրեցի, հիշում եմ մեր առաջի բանը գյուղում, որ մոր Քրիստոնը գնացել էինք, իրանց ընտանիքը լավ սիրով ընդունում էին, բայց երբ որ մեկը ասավ, որ քո ձեր պաշտածը կուրքեր են, որից հետո մեզ հանեցին, այդպես կարելի ասել, ռադարեցին մեզ։ Եվ մենք շատ վատ զգացինք, որ իրականուց նրանց կուրքերին պետք չէ կպնել մի անգամից։ Ոնց եք շարունակել, օրինակ, որ մարդիկ կան, որ գնում են, ինչ որ բան չի հաջողվում, օրինակ կանչում են բժշկության համար աղոթելու, բայց այդ մարդը չի բժշկվում, ոնց եք շարունակել դրանից հետո ծառայությունը։ Նախ Հասմիկ ջան, բժշկողը մենք չենք, Տերն է։ Եթե բժշկում, չի բժշկում արողն ինքն է, փառք Իրանը։ Իսկ ինչ զվարճալի դեպք կպատմեք, եթե եղել է զվարճալի դեպք ծառայության ընթացքում։ Դեպք կարամ պատմեմ երկու հատ։ Ես հիշում եմ Հրազդան աշխատում էինք, որ դուրս էին գալիս, դե ահագին ժողովուրդ կար, մոտ 10,000 հոգի աշխատող կար Հրազդան, որ դուրս էին գալիս, մեքենաները չէին բավարարում, որ տանեին տուն։ Մի օր կանգնած ենք այտենց, մի մարշրուտ էին կողմից եկավ, մոտ 60-70 հոգի վազան դեպի մարշրուտը։ Վազան դեպի մարշրուտը, մեկ հյուրիկ էլ վազավ։ Այդ բոլոր ժողովուրդը կանգնան ասին, հələ տեսեք հավատացյալը ոնց է վազնում։ Թեքվա իրանց ասի, այ ժողովուրդ, այդ 70 հոգին վազնում են, այդ մեկ հավատացյալին տեսակ։ Հետո կարամ ասեմ, հիշում եմ, որ գործին, երբ որ աշխատում էի Հրազդան մոտ մի 100 հոգի աշխատող ունեինք, մեր անոք հույսել էր մեր հետ աշխատում, հենա ձեռքվանում, ինքն էլ անդեղ վկայվել, հետո թե ոնց ապաշխարել չեմ անում, բայց ինքն անդեղ էլ վկայվել։ Հիշում եմ, մի օր մենք 3 հոգի էինք նալատչիկները, մնացածը մանտաժնիկներն էին, իրանք որ սարքում էին գործը, բերում էին, մենք նայում էինք, ստուգում էինք, նոր ուղարկում էինք։ Դե պարզա, որ ես մասնագետ էի, այն ժամանակ մանգտաֆոնն էր, որ հիմա գոյություն չունի, կասետներով դնում լսում էինք, շատերը որ փճանում էր, բերում էին մոտս, ես սարքում էի։ Հիշում եմ սարքի պրծա ու ձենը միացրեցի մեր ֆրունզի երգերներ, երգելու ժամանակ ասիլը սպասը տեսնեմ, մինչև վերջ տամ զվուկը, տեսնեմ, ում վրա ինչ ազդեցություն կթողա։ Ու տես զվուկը մինչև վերջ տվեցի, ամբողջ ժողովուրդը հանգիստ աշխատում էին։ Մեկ էլ հանկարծակի մեկը մի աճճոց լսացի, անջատեք է թե մանգտաֆոնը։ Վրա զգացի սրա ներսը զբաղված է։ Եվ մի հատ էլ ուզում եմ մի բան էլ պատմեմ, Արտավազ աղբերս ինքը ընդեղ ա եղև, ուզում եմ այդ ջրի մկրտության պահը պատմեմ։ Գարուն էր, կայարանի այն կողմը, գիտեք, որ Հրազդան մի հատ գետ կա անցնող էլ, Հրազդան գետը։ Այդտեղ էինք մկրտություն անում, գարուն ջուրը վարարած, մի հատ քույրիկ ունեինք, մի քանի հոգի մկրտեց, Արտավազ աղբերս էր մկրտում, մկրտության ժամանակ մի հատ Ժանետ անունով քույրիկ ունեինք, շատ բոյով ու շատ նիհար, հարենադարձ։ Մկրտության ժամանակ Արտավազ աղբերս, որ մցրեց ջրի մեջ, հենց ջրից դուրս անեց, էսի մի անգամից ոտերը քշեց տարավ ջուրը, տարավ ու Արտավազ աղբերս էլ քշեց։ Որ քշեց այդ ժամանակ հիշում եմ ծառի ճյուղեր, բաներ պարզեցինք, բռնեցինք, կամաց դուրս անեցինք։ Շատ թեթև էր։
նոր որ հավատացանինք, աղոթքի ժամանակ իրիկունը, կլներ ժամի 12-ը 1-ը, չէ, 1-ը աղոթում ենք, ընտանիքով ծունկ եկած աղոթում ենք, Աստված ցույց տվեց, որ մի հատ մենք բան ունենք, մատաղի ղոչ ունենք պահել էր կեսրին, հա, կեսրարս պահել էր, որ տեքրս բանակից կար, մատաղան էր, նորինք մենք հավատացյալ, հա, աղոթքի ժամանակ Աստված ինձ ցույց տվեց, որ այդ ղոչը գոմից հանեցին, ֆրացին, տան կողմով, ֆրացին տարան, հա, սրացն ասեցի, աղոթքը պրծավ, վերջացավ, ասում եմ, չեն հավատում, ոչ մեկը չեն հավատում, ասում եմ, լովա, ղոչը տարան, չես հավատում, գնացեք գոմը, տեսեք չկա, կեսրաս ասավ, չէ, հա, հնարավոր չէ, հա, գոմը փակած տուրը ոնց կտանեն, հելան գնացին, տեսան, որ գոմը չի, ղոչը տարել են։ Բայց այդ ժամանակ չէ, էլի առավոտը հելան գնացին, տեսանք իրականուց տարել են։ Դե Մարգարեն իր գավառում պատիվ չունեն։ Չեք լսում կանանց։ Տերը ձեզ շատ օրհնի, իրականում որ լսեցի Գերդաստանով աղոթել, ծոմ պահել, աշխատավայրում բոլորը ծոմ պահեն, դա չգիտեմ, երազանքի օրհնություն է նման տեղում լինելը։ Ու փառք Աստծուն, մեր եկեղեցի որ հյուրեր են գալիս, շատ են ասում, որ մենք շատ օրհնված ենք, որ ձեր նման ուսուցիչներ ունենք, ու հիմա էլ ուզում եմ հաստատել, որ շատ օրհնված ենք, որ ձեր աշակերտն ենք, ձեր նման ուսուցիչներ ունենք, վստահ եմ այստեղ նստած մարդիկ ու նաև եկեղեցում շատերից լսել եմ, որ ձեր միջոցով են ապաշխարել, ձեր կյանքի, ձեր վկայության միջոցով են ապաշխարել ու հիմա էլ այդ առիթը ուզում ենք օգտագործել, դուք էլ մեզ օրհնեք։ Տերը շատ օրհնի, ներող կլնեք, ես ուզում եմ մինչև աղոթելը, ուզում եք աղոթենք, մինչև աղոթելը ես մի փոքր բան պատմեմ երիտասարդների մասին, որից հետո խորհուրդ տամ ու աղոթենք, կարելի է, չէ՞։ Ես այդտեղ Բրեստում եմ լսացել այդ պատմությունը, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ կներեք էլի, որ մշտական ձիերով են շարժված, ուրիշ տրանսպորտ չեղե։ Մի հավատացյալներն էլ այն ժամանակ աղջիկ թե տղա ձի են հեծած, մրցումների են մասնակցել, դե ոնց որ հիմա ներկա ժամանակ, որ երիտասարդական հավաքույթ ալնում, տարբեր խաղեր են խաղում, տարբեր խաղեր են խաղացած, մի տղա երկու քրոջ է սիրել, մեկը շատ սիրուն է եղել, այն մեկը շատ ապաշխարող է եղել, հոգևոր է եղել, և այս տղեն չի իմացել, թե որ մեկին ընտրի, Աստուն աղոթի ասե Տեր Աստված, օգնի որ մեկին ընտրեմ։ Մի օր այդպես մրցույթի ժամանակ տեսնում եմ, որ այդ երկու քույրիկն ընկած իր առաջ գնում են, ինքն էլ ձիով հետևներից է գնում, եւ գնալու ժամանակ հասնում են մի խաշմերուկ, տեսնում եմ մի քույրիկը մի կողմ գնաց, մեկը մյուս կողմ գնաց։ Ու աղոթում ասում է Տեր Աստված, դու առաջնորդա որ մեկին։ Տեսնում եմ, որ ձին գնում է կներեք այն մեկիչ գեշի կողմը, գյամը կամած քաշում դեպի աչի կողմը, ասում է թող, ոլ է տվայա, նո Մարուսիա մայա, թող Մարուսը իմը լնի, դեպի սիրունի կողմն է քաշում, որից հետո երբ որ ամուսնանում են, հետագայում այնքան էլ հաջող չի ստացում իրանց ամուսնությունը։ Մի խորհուրդ եմ տալիս ձեզ, եթե ընտրություն կանեք, ընտրեցեք ոչ թե այդ գյամը քաշեք դեպի Մարուսի կողմը, այլ ոնց որ այն հոգևորի կողմը։ Այսօր մեր երիտասարդները ձգտում են գեղեցկությանը, բայց Աստված ուզում է, որ իրականուց հոգևոր լինեն։ Համաձայնեք թե չէ։ Տերը օրհնի ձեզ։